իրենց չկպնի թշնամու կողմից արձակված գետ մեկ փամփուշտ, Աստված բոլորիդ ուխտը ընդունելի անի։ Հատկապես այսօր մեր պատանի երկրապահները, որ այստեղ ենք, աղոթենք իրենց համար, իրենք ճիշտ է միշտ կազմ ու պատրաստ են, բայց թող այդ կարիքը չզգացվի, որպեսզի իրենք մեկնեն սահման։ Հիմա ես սիրով նաև իմ պիտի փոխանցեմ միկրոֆոնը Տեր Տիրայրին, Սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր հովին, ով մեզ է միացել, որպեսզի ինքը նաև իր ողջույնի և շնորհակալական խոսքը ասի բոլորին։ Այսօր արդեն ասեց ամեն ինչ կարծես թե ես բոլորիդ մաղթում եմ սեր և խաղաղություն, թող Աստված պահապան լինի, անապերկինք և փառք մեր նահատակներին և այս աղքատահացը, որ տրվում է, որին ժողովուրդը մատաղ է ասում, որ տրված է թող բաժին դառնա, բոլոր նրանց հոգիների համար, ովքեր այսօր իրենց հանգչում են մեր եղրաբլուրում և ամբողջ Հայաստանի տարածքով մեկ։ Կրկին մեր շնորհակալությունը երկրապահի մեր գեներալին, մեր խաչքավոր արշակին, 3 մատաղներ ինքն է արել այստեղ սեղանի դրված, և բոլոր նրանց, ովքեր մեր եկեղեցու կողքին են, Սուրբ Վարդան և նահատակների ընտանիքների կողքին։ Աստված բոլորիդ պահապան, սեր, խաղաղություն ամենքին։ Խնդրեմ իմասիրով կարող եք մոտենալ, ճաշակվել մատաղը և շարունակենք մեր ուրախ